Բարի լույս սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է եւ ուզում ենք ասել, որ ապրիլի 29-ին էկրան կբարձրանա «Օպա Պապա» ընտանեկան կատակերգական ֆիլմը, որը ռեժիսոր Գոր Գրիգորյանի եւ պրոդյուսերներ Գոր Օրդուխանյանի եւ Արմեն Գրիգորյանի դեբյուտային դիամետրաժ խաղարկային ֆիլմն է։ Ստեղծագործական խումբը խոստանում է դերասանական աստղաբույլով, սուր հումորով, ինչպես նաեւ անսպասելի զարգացումներով պատմություն սիրո, ընտանիքի եւ պատասխանատվության մասին։ Այո, ինչպես սիրում ենք ասել, ոչ մի հանգստյան առավոտ առանց թատրոնի եւ կինոյի, այսօր այդ առավոտներից է խոսելու ենք կինոյից։ Ռեժիսոր Գոր Գրիգորյան, պրոդյուսեր Գոր Օրդուխանյան եւ դերասան Գագիկ Ադիլխանով։ Բարի գալուս մեր Բարի։ Ինչպես եք։ Լավ ենք։ Արդեն ձեր տրամադրությունը քիչ խոսում է ֆիլմի մասին։ Այո։ Օրը լավ է սկսվել։ Շատ լավ է, լավ է, հրաշալի։ Արդեն պատրաստվում եք պրեմիերային սրտադրով։ Սպասը օր։ Աշխատանքները հասցրել եք ավարտին հասցնել, ինչը դեռ չեք արել, ինչ փուլում եք այս շրջանում։ Աշխատանքները արդեն ավարտել ենք ֆիլմի, արդեն ոնց է պատրաստվում ենք, որպեսզի պրեմիերան անենք եւ արդեն ապրիլի 29-ին կլինի պրեմիերան, դրանից հետո արդեն մեր հայրենակիցը կարող են գալ ֆիլմը նայել, արդեն կինոթատրոն։ Եվ մասնիկը դառնալ այդ ամենի։ Լավ, սկսենք ուրեմն գաղափարից, ինչպես գաղափարը առաջացավ, հենց այսպիսի ֆիլմ նկարահանելու, ինչպես այսպիսի թիմ հավաքվեց, շատ հետաքրքիր անձնակազմ է եւ շատ հետաքրքիր դերասանական կազմ։ Շնորհակալություն, ես պատասխանում եմ, հա։ Այո։ Գորերից որևէ մեկը։ Ռեժիսոր Այո։ Դե մենք ես ու Գորը ընկերներ ենք, բացի մեր մասնագիտական ընկերությունը, նաեւ աղացին ընկերներ ենք։ Ֆիլմի մյուս պրոդյուսերը հարազատ եղբայրս է Արմեն Գրիգորյանն է։ Տենց ծանոթացած իրենց հետ, ավելի մոտիկ ընկերներ դառան քան ես Գորի հետ, ու որոշեցին կինո անեն։ Տենց ես եմ համաձայնվեցի ասել։ Սցենարի հեղինակներ Ռաֆել Ջալալյան, Վարուժան Գալթակյան, Տիգրան Գալստյան, շատ տղաներին ես գործը շատ լավ եմ արել, վստահ եմ, որ հանդիսատես պիտի իրենք կասեն, ու վստահ եմ, որ հանդիսատեսին դուր կգա ֆիլմը, քանի որ մենք արել ենք այդ մեր ընկերներով, ասես նկարման հրապարակներ, այդպես ջերմ է եղել ու վստահ եմ այդ նկարման հրապարակը կփոխանցվի մեծ էկրաններ։ Դրա համար բոլորին խորհուրդ ենք տալիս դիտել ձեզ էլ անպայման գնացեք դիտեք, շատ լավ ֆիլմ է։ Անպայման կդիտենք, մեր կարծիքը կասենք, բայց մինչ այդ ձեզնից յուրաքանչյուրիցը կուզենք լսել, թե ըստ ձեզ ֆիլմի գլխավոր մեսիջը ասելիքը ո՞րն է։ Ռեժիսորը պետք է պատասխանի։ Չէ, դուք էլ ձեզնից իհարկե, այո։ Ռեժիսորը պատասխանատվության մասին է ֆիլմը, երբ դու պատասխանատու ես, այսինքն սկսում ես սիրել այն ժամանակ, երբ որ դու պատասխանատու ես, ու այդ պատասխանատվությունը շատ կարևոր բան է կյանքում, ու կարող է շատ անսպասելի պահի ունենալ բան կատարվի, որ պետք է պատասխանատվություն վերցնես քո կյանքում, ու հիմնական մեսեջը պատասխանատվությունն է, ու հայրենիքի մասին էլ թեմաներ կան, հայրենադարձության մասին էլ թեմաներ կան, որ մեկ էլ որտեղ էլ պատտվես ամենալավը քո հայրենիքն է, քո Հայաստանն է, թեկուզ փոքր գյուղ է, բայց ամենալավ ու ջերմ տեղը այն է, որտեղից դու ծնվել ես, որտեղի մարդ ես, որտեղ քո բնությունն է դա, էլի։ Ձեր կարծիքով Գոր։ Ես եմ նույնա կարծիքում, քանի որ ոնց որ գաղափարին միասին ենք եկել բոլորով, բայց պատասխանատվությունը հենց ֆիլմի ամենաառանցքային հիմնական կետն է, ինչի շուրջ որ կառուցվում է ամեն ինչ։ Իսկ դուք ինչպես եք գտնում ֆիլմի մեսիջը։ Ես գտնում եմ նույնը ինչ ասեցին երիտասարդ ռեժիսոր Գորը եւ պրոդյուսեր Գորը, ես եմ Գագիկ որպես դերասան, ինքը շատ հետաքրքիր, շատ ցած գունավոր, թարմ հանդիսատեսը կարող է շատ ցած հանգիստ գալ, կյանքը վայելել եւ գնալ տուն, ելի կյանքը շարունակվի։ Կտրվելով իրականությունից մի պահ։ Աջան։ Իրականությունից մի պահ կտրվելու։ Այո։ Գագիկ ձեր կերպարի մասին խնդրեմ պատմել։ Բոլոր ֆիլմերում այսպես շատ սուր, ցայտուն դերակատարման եք միշտ հանդես գալիս, այ հետաքրքիր է այստեղ պապիկն եք երևի։ Ես ասեմ, իմ կերպարը այստեղ պահակ եմ խաղում։ Այդ գյուղում պահակ եմ, կլուբում մշակույթի տանը, դե կլուբը կարելի ասել ասել։ Մեր ժամանակներում կլուբը լրիվ այլ։ Մշակույթի տան ենք, այնտեղ պահակ եմ խաղում, այս պահակն եմ մեկ մոռացել տալ, մոռանում է, հիշողությունը։ Երբ աշխատողը իսկապես գալիս աշխատանքի, այդ
ժամանակ մոռանում ու չի թողնում գործի մտնի։ Ինքն էլ ասում է Արտուր ջա, ես եմ մեխակը։ Մոմենտը ինչ եմ ասում, բոլոր կերպարների նկար ֆոտո է անում, որ դեմքներով հիշում, բոլոր յուղացքի նկարները բաղակետում։ Շատ հետաքրքիր կերպար է։ Մյուս կերպարն ծայրահեղությունը թակավոր եմ խաղում։ Այդ շագերտներ մեջ են։ Էդ էլ բան այնտեղ կբացատրեն արդեն։ Թե ինչպես է պահակը վերածվում թակավոր։ Այո, էդ էլ արդեն հանդիսատեսը կտեսնի, էլի արդեն էկրաններին։ Իհարկե էլի մի բան է ուզում ասել, որ ոնց եմ ես նկարահանվել որ Գրիգորյան ռեժիսորի մոտ։ Իր եղբայրը ինձ շատ մոտ է, շինարարներում եմ ապրում, միշտ են մեր Գագոյան ուզում եմ մեր նկարում, մեր ֆիլմում նկարվեց, ասացի մեծ հաճույք եմ, չեմ նկարում։ Եվ այդպես նկարվեցի ու շատ մեծ հաճույք եմ ստացել իմ կերպարներից, իրոք մեծ ու փոքր դեր չկա, կարևորը տպավորիչ լինի, այդ է կարևոր, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, եւ շնորհակալ եմ Արմեն պրոդյուսեր Գրիգորյանից։ Քանի որ գայք շատ հետաքրքիր պատմես ձեր համագործակցության մասին, մենք կուզենք նաև մյուս դերակատարների ընտրության հարցի մասին խոսել, ինչպես եկաք այդ ընտրությանը, հենց ինչի այդ դերերի համար։ Հատկապես փոքրիկի, որ բոլորին հետաքրքրել է։ Նախ երևի գլխավոր դերասանից սկսեմ Արսեն Գիդիկոյանից, դե Արսեն Գիդիկոյանը բոլորս գիտենք շատ տաղանդավոր, հաղորդավար, երգիչ, բայց իմ համար իր ամենագլխավոր տաղանդը իր դերասան լինելն է ու ոնց որ մենք մեր ընտրության մեջ ընդհանրապես չենք տատանվել, միանգամից հենց հասկացանք կերպարը վերջնականապես գրվեց, հասկացանք որ Արսենը կարա լինի, որովհետև իրոք ֆիլմը որ նայ ես շատ որպես ռեժիսոր գոհ եմ մնացել նկարման հրապարակում, հետո արդեն ֆիլմը նայելուց իր պրոֆեսիոնալիզմը տեսակցի այդ աշխատանք, մի խոսքով Արսենը Գրիգորյան Արսենը հեշտ համաձայնեց խաղը։ Արսենի հետ աշխատել ենք նախկինում, դրա համար ավելի հեշտ եղավ, ոնց որ ավելի վստահություն կար, միանգամից արդեն նկարման հրապարակում էլ այդպես խնդիր չկար, էլի վստահելու կամ բան, միանգամից արդեն շատ հանգիստ աշխատել ենք։ Երեխայի մասին Ռաուլ Կոնդե Մորիսը շատ լավ Ռաուլը, իդեպ Ռաուլի ուսո առաջին հենց նկարահանումը լինել, ինքը միջև էլ լուսանկարչական տես գնացել օտան, բայց ոչ մի դերասանական բան չէր արել։ Ազգությամբ ով է։ Ազգությամբ Ֆրանսիա հայ։ Սխալվում հայը չենք սխալվում Ֆրանսիա հայ, էլի։ Հայ է, բայց։ Հայ։ Հայաստանում ապրում է, այստեղ դպրոց է գնում ու երբ որ հենց առաջին անգամ տեսանք մենք ինձ հասկացանք ինքնա, որովհետև սենց հենց այդ վիդեո պրոբա ասվածը որ արեցինք հայերեն չգիտեմ տեսախցիկ փորձ Քաստինգ հայերեն քաստինգ միանգամից հասկացանք որ ինքը կլինի սենց հենց կինո Մոսկվայի մոտ ենք այդ վիդեոն որ արեցինք սենց ձերքից Ռաուլի բռնեցիք հայելեցի կինո Մոսկվասուն հան եթե համաձայն ես այնտեղ քո նկարը կլինի բայց հիմա արդեն իր մեծ նկարը կինո Մոսկվայում կար որովհետև շատ լավ արեց Ռաուլը իրականում շատ լավ էր ու հենց առաջի փորձի համար առաջին նկարման օրվանից մենք հասկացանք որ ճիշտ ընտրություն ենք կայացրել մնացած դերասանների մասով էլ գորը դասի ու ասում եմ բոլոր դերակատարները sense ոնց որ մենք զգում էինք որ իրենք արդեն ոնց որ ամեն ինչ տենց էր գնում որ արդեն համաձայնությունը կար էլի երբ հանդիպում էինք մարդկանց եւ նաեւ կուզեմ նշեմ որ ավագ սերունդի ներկայացուցիչները մեզ շատ են աջակցել այս ոնց որ երբ որ մենք գնացել ենք դիմել ենք որ ֆիլմ ենք նկարահանում այսպես երիտասարդ սերունդով ես կուզեմ նշեմ որ Հրանտ Թոխացյանը եւ Նարեկ Դուրյանը մեզ շատ աջակցել են որովհետեւ երբ իրանք լսեցին մտքի մասին որ նոր երիտասարդ սերունդը նկարահանում է լիամետրաժ ֆիլմ ինչի մասին է այդ առաջի հարցերը ոնց որ եղավ ինչի մասին է ֆիլմը ովքեր են նաեւ լինելու դերակատարները դուք ինչ եք նկարել հա դուք ինչ եք նկարել ինչ եք արել բայց իմանալով որ մեր դեբյուտային առաջի ոնց որ լիամետրաժ ֆիլմն է իրենք եկան մասնակցեցին եւ որևէ գումար չվերցրեցին իրենց հենց դա է ուզում հարցնել, քանի որ նայեցինք դերասանական կազմը եւ հետաքրքիր լինելով ամեն դեպքում առաջին քայլերանով դեբյուտային ինձ հետաքրքիր ինչպես եկան բոլորը այն եզրակացման որ ձեզ մոտ ստացվել է ինչպես եք համոզել գուցե չեք համոզել վստահել են հավատացին որ երիտասարդները կարող են էլի ինձ թվում է դա էր եւ նաեւ սիրեցին մեզ տեսնելով մեր ընկերական ջեր միջավայրը որտեղ մենք արդեն նշեցինք որ մենք առաջներդ ընկերներ ենք եղել, այդ ընկերությունը վերածվել է աշխատանքի, էլի մենք բոլորս ոնց որ միշտ եղել ենք ոլորտում, աշխատել ենք, փորձել ենք
բայց սենց ընկերներով ստացվել։ Միշտ ոնց նպատակ ունեցել ենք, որ ընկերներով պետք է նաև անենք մերը արդեն, էլի։ Ու սցենարը կարդացին, այլ ոնց որ այդ ամենից հետո սցենարը սինոպսիսի մակարդակում կարդացին, հետո բացված կարդացին ու ոնց որ արդեն վստահությունը եղավ ու իրականում մենք շատ հպարտ ենք, որ մեր ֆիլմում կան հենց այս քասթինգն է, մեր Ռիփսիմեն Ահապետյանը դարվա լավագույն երիտասարդ դերասանուհի եղավ, ոնց որ մենք մեր քասթինգից պարոն Գագիկի գլխավորությամբ ասեմ շատ մենք sense ուրախ ենք եղել։ Արանդա շատ բոլորը sense ու այդպես էլի դուք հանդիսատեսը որ նայ արդեն վերջնական իր կարծիքը կասի քասթինգի մասին, բայց մենք գոհենք այո։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ դուք գոհ եք ամեն ինչ դրական միջավայրում է անցել, բայց ամեն դեպքում հետաքրքիր է տարբեր բնույթի շատ վառ բնավորության տեր մարդկանց եք հավաքել։ Այո։ Ինչպես է նկարահանման ընթացքը, եղել են արդյոք օրինակ թեկուզ աշխատանքային կոնֆլիկտներ, հետաքրքիր պատմություններ։ Ես կարող եմ պատասխանել, նայեք, մեր մոտ ամենա այդպես որ տարիքային տարբերություն կար ու բնակավարների տարբերություն կար, այդ զույգը պարոն Նարեկ Տուրյանն էր եւ Գորշ Յոնոքյանը ու դեբյուտային ֆիլմերի դեպ ու ոնց որ այս ու իրանք բան էին էլի հենց դուետ էին ֆիլմում պարոն Նարեկ Տուրյանը գյուղապետն է Գորշը խաղամեխակի կերպարը ու իրանք ամեն տեսան իրար հետ խաղում ոնց որ հենց ստեղ էր էլի մեր հենց պրինցիպը հենց կարելի ասել այս տեսանների մեջ էր հենց քասթինգի ու հենց առաջի իսկ չիտ փորձից չիտկայից մենք հասկացանք որ ստացվել է արդեն որովհետև հենց մի անգամից իրար sense բան ու արդեն կապ եղավ էլի ասոր այդ ասած բանը հա իրար բռնեցին էլի այսպես ասած ու sense կոնֆլիկտ ինչ-որ սուլտան որ ասեմ ինչ կոնֆլիկտ Կամ հումորային իրավիճակ։ հումորային իրավիճակներ դե շատ է եղել ընթացքում բայց որպես դեբյուտային ֆիլմ Գորշ Յոնոքյանը պարոն Նարեկ Տուրյանից արդեն հարցում ենք ասենք ոնց է Գորշ Յոնոքյանը ասենք լավ է Գորշը շատ էր հավանում Իսկ դեպ հետաքրքիր, քանի որ թե Արսենը, թե հատկապես պարոն Դուրյանը եւ Հրանտ Թոխացյանը իրենց բնորոշ պահիտակ էքսպերիմենտալ հումորի հա տեսակի մարդ են։ Արդյոք եղան սցենարից որոշակի շեղումներ, որոնք մնացին ֆիլմում։ Այո, այո։ Նրանք շեղվեցին, բայց այնքան լավներ, որ մտածեցիք ֆիլմում կմնա դե։ Պատասխանես թե պատասխան է։ Այո, ես խոսեմ։ Հա, հեչ, չէ, ասա։ Հասկացնում եք 2x։ Պարոն Նարեկ Տուրյանը սցենարի վրա հենց իր տեսաները իրար հետ ենք աշխատել, հենց որ գրել ենք մենք, հետո պարոն Նարեկ Տուրյանը իր ուղումներն էր անում, վարկում էր ես աշխատում, արդեն չիկայի ժամանակ վերջնական տեսք ենք վերում, ու հա շատ կատակներ հենց պարոն Նարեկ Տուրյանի գրածն որ շատ ծիծաղել էր ու տեղում հենց ասում էր հետի դերասաններն են, ոնց որ այդ փոփոխությունը չգիտեին, արդեն միանգամից ծիծաղ էր առաջացնում ու այդ էր հետաքրքիր, որ ուզում ենք չասենք էլի մարդկանց փոփոխության մասին, համեն հենց ֆրակցիան ենք փորձում Այո, եղել են փոփոխություններ պարոն Նարեկ Տուրյանի կողմից, իսկ պարոն Հրանտ Թոխացյանի կողմից շատ չի եղել փոփոխություն, բայց պարոն Հրանտ Թոխացյանը այնպես եկավ պրոֆեսիոնալ իր գործը արեց, ասես մենք նայեցինք, ասացինք շնորհակալություն, ելի կուզենք աշխատենք, այսպես։ Այս հետաքրքիր իմպրովիզները նաև նկարահանման հրապարակում են եղել, էլի այդպես հումորային բան, բայց հիմնական ոնց որ պահելով ընդհանուր սյուժեն էլի էս։ Ընկերներ մի հարց է հետաքրքիր ու ձեր երեքի կարծիքը ինչու են Հայաստանում հիմնականում կատակերգական ժանրի ֆիլմեր նկարվում աղանջարկն է շատ հեշտ է Հա, կարող է։ Պրոդյուսեր Գորա ավելի ճիշտ պատասխան որովհետև շատ մեծ զուրծ թեմաներ ավելի խոցելի հա կետեր որոնց կարելի է անդրադառնալ բայց պրոդյուսեր Գոր Հա, ես կարծում եմ որ կատակերգական ժանրը ինքը ընդհանրապես աշխարհում է էլի այդպես ինքը սիրված ժանր է ու այդպես էլի մի շարք ժանրեր կար որոնք որ շատ սիրված են ֆենտեզին բայց ֆենտեզի նկարելը ինձ թվում է ավելի բարդ է ու ֆինանսապես մի քիչ թանկ է էլի այդքան ներդրում անես ինձ թվում է չես հետ առնել այդ գումարը Հայաստանի ոնց որ շուկայից էլի դրա համար ինձ թվում է ընտրում են կատակերգություն ժանրը նկարում են այդ ժանրի ֆիլմ բայց իրականում կատակերգությունը եթե որպես իրան նաև ժանր մենք դիտարկենք ինքը շատ սիրելի ու լավ ժանր է այսինքն շատ հետաքրքիր ու լավ բան կան։ Թե լավ է նկարված, դե ոնց որ օրինակ ես կատակերգություն ժանրը սիրում եմ, ես սիրում կատակերգություն։ Բայց երբ ֆիլմը ասելիք, որովհետև երբ պարզապես բառախաղ է, պարզապես որպես ծառայական հնարքներով է ընթանում, որպեսզի դիտարկվի, Բայց ես դարձեմ հետո հումորով միշտ ինչ-որ բան փոխանցել եմ արդուն, ավելի ոնց որ մատչելի է, էլի դու կարողանում ես հեշտ փոխանցել ու ավելի ոնց որ sense
ավելի որ մարդիկ քեզ լավ հասկանա, էլի, բայց նաև հումորային ֆիլմը գործ դու ինչ կա։ Ես մտածում եմ որ հայացքում ընդհանրապես մարդիկ դրական էմոցիաների Այսքան դրական միջավայրում անցել ֆիլմի նկարահանումները նշանակում է իսկապես երևի ստացված ֆիլմ է լինել։ Իրոք ստացված ֆիլմ է, ես այն երկու բառ եմ ուզում ասել, Գոր Գրիգորյան ռեժիսորը։ Իր այդ աշխատելը ես ինքս իր այդ շատ հեշտ եմ աշխատել, որտեղ ինքը այնքան լավ sense տրամադրությունով, ես այն տրամադրությունով բարձր ունեմ, այդ տրամադրությունը իր այդ շատ լավ sense կոնֆլիկտների մեջ են գան, բաներ են գան, ու լավ ստացվեց այդ ին կտորները։ Եվ իհարկե ասեմ, լավ երիտասարդություն է խաղում, դա էլ ասեմ, տղաները, աղջիկները, ու մի հատ ուզում եմ ասեմ Ջուլիա Բաբայան։ այո, Տիկին Բաբրանի մասին։ Տիկին Բաբան Սունդուկյանը, ես եմ Սունդուկյան թատում, ոնց որ ռուսական լավ խոսք ասում, սոչնա ակտրիսա։ Ունենց լավ տատիկ է խաղում, խոքին դրանց խաղում է։ Ու շնորհակալ եմ Գոր Գրիգորյանին, որ պատի ունեցա իր ֆիլմը նկարվել եւ Գոր պրոդյուսեր եւ Արմենից։ Իմանա որ իր մասին։ Օխանդակ շնորհակալություն եմ լսել։ Եվ այս լավ Գիտենք իրար գովեն գնանք։ Հապուկ դիվաներ, բայց ասիկում։ մի բան ասում որ իրոք այդ ֆիլմը ոչ նրա համար ես նկարում կամ ինչ որ Գոր Գրիգորյանը իրոք լավ ֆիլմ է նկարում ու իրոք լավ ֆիլմ է։ Հանդիսատեսը շատ հավանելու է, բրավոներ ասելու եւ գնալու է տուն։ Այդ ես 100%։ Հանդիսատեսը արդեն վստահաբար սպասում է այսքանից Ես հետո։ հաճույք կստանաք այդ ֆիլմը, որտեղ այնտեղ ամեն ինչ կա։ Քանի որ այնտեղ ամեն ինչ կա, ինչպես նշեցիք, հումորին զուգահեռ, կասեք, ինչպես է արդեն ասացիք սկզբում լուրջ թեմաների մասին էլ կա հայրենիքի, հայրենիքը սիրելու, սեփական տունը սիրելու։ Ինչպես է միավորել հումորը, կատակերգությունը եւ լուրջ թեմաները, այսինքն ձեռագիրը, ձևաչափը ինչպես է ընտրել։ Օգտվել ենք հենց գլխավոր դրամատուրգիական կանոններից, 3 շրջադարձային օրենք, ոնց որ հիմնականում արվում է հենց ֆիլմ արտադրելուց, ֆիլմ գրելուց, հենց սցենարը այդ սխեմայով է գրած, որ պետք է չշեղվի սցենարից, եթե շեղվում սցենարից աշխատում է ինքը, հստակ կետեր կան, շրջադարձային բաները ոնց որ պահած անում ես ու արդեն ինքը ավտոմատ կերպով ստացվում է, էլի մնում է մեջինը դու արդեն սարքես, էլի քո ձևով, ասես մի քիչ ավելի բացատրական պատասխան։ Իսկ ունեք ավելացնել ինչ-որ բան ֆիլմի հետ կապված մինչև պրեմիերան։ Ֆիլմի հետ կապված գորը ունենանք մի հատ կուզեի կատակերգական բանի հետ կատակերգություն ժանրի մասով էլ մի բան հավելել, այնպես չստացվելու մենակ ֆինանսական բանի պատճառով են ոնց որ մարդիկ կատակերգություն անում, որտեվ նաև ոնց որ այդ առօրյա ինքը դե բանից կտրվելու միջոց էլ է, էլի, այսինքն դու այդ ամենօրյա ոնց որ հոգսերից ազատվելու ոնց որ գնաս ու նաև ոնց որ բավականություն ստանաս այդ հումորից, որը որ նաև կսանսու ֆիլմից։ Ձեզ չէ վերաբերում բոլորին, որովհետև ինչպես գիտենք, այո, հիմնականում նկարվում է կատակերգություն եւ հարցը ընդհանրական է։ Իսկ ընդհանուր հանդիսատես ինչի ասեցիք բանը, ունենք ասել, իհարկե ունենք մեր հանդիսատեսն ասելու, մենք սա մեր առաջին դե ոնց որ արդեն չեցինք, որ առաջին լայնմետրաժ խաղարկային ֆիլմն է, դեբյուտային աշխատանքն է, մենք շարունակելու ենք, ցանկություն ունենք շարունակելու զբաղվելու ֆիլմ արտադրությամբ եւ ես կարծում որ մեր հայերի ընդհանրապես եւ հանդիսատեսի աջակցությունը մեզ են կինի, որպեսզի գնան եւ ֆիլմը դիտեն կինոթատրոններում, քանի որ այդ իրենց գնաց ամեն մեկ տոնսով, sense ինքը ուղիղ ես կարող եմ sense թե կարող ինքը գովազ տնչի կամ բան չի, բայց ամեն գնաց մեկ տոնսով իրանք նպաստելու են, որ մենք երիտասարդ ստեղծագործողներս հնարավորություն ունենանք նոր ֆիլմեր նկարահանելու։ Իսկ պատրաստ եք քննադատությունների Իհարկե, չէ, Առանց դրա ոչ։ հա, ես իրապես կարծում եմ այո։ այո, Առողջ լինի կարևորը քննադատությունը։ այո, մարդիկ ես շատ եմ որ գնա ֆիլմը նայեն, ինչքան շատ մարդ նայի, այնքան մենք հնարավորություն կունենանք նոր ֆիլմեր անելու էլի։ Եթե կհավանեն կնայեն արդեն։ Շատ լավ, ձեզ մաղթում ենք նախ շատ լավ պրեմիերա ամսի 29-ին, ապրիլի 29-ին կինո Մոսկվայում, դրանից հետո արդեն նոր ֆիլմեր ու հաջողություններ եւ հնարավորինս դրական կարծիքներ այս ֆիլմից։ Շնորհակալություն լավ հարցերի համար։ Շնորհակալություն, հաճելի այո, ծերունների երկխոսությունը տեսնել եւ ինչպես ասացիք, եկել ենք գովելու մեզ, մենք դեմ չենք։ Գովում են եւ առողջ են գովում, այո։ Եվ մեզ էլ հաջողություն։ Այո, իհարկե։ Հայերիս ասեմ, յատել իմ հայերին ապրիլի 20-ից հետո բոլոր կինոթատրոններում կարող եք գալ Պապա ֆիլմը նայել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այն սերը ջերմությունը, որ եղել է նկարահանման հրապարակում,
փոխանցի ձեզ էկրաններից այն կողմ, դուք էլ կգնաք, հետո կհավասարեք։ Դուք լավ ընկերներ եք, բայց Գորը նաև լավ պրոդյուսեր է։ Զգացվում է։ Սիրելի հեռուստադիտողներ, խոսում էինք «Օպա Պապա» ֆիլմի մասին, որը էկրաններին կլինի ապրիլի 29-ից, եւ զրուցում էինք ռեժիսոր Գոր Գրիգորյանի, պրոդյուսեր Գոր Օրդուխանյանի եւ դերասան Գագիկ Ադիլխանովի հետ։ Մենք Բարև Երկիրն ենք, մնացեք մեզ հետ։